Ողջույն ձեզ, սիրելի բարեբաշտ հայրենիք։ Այսօր ձեզ կուզեմ ընթերցել հուշմը գրգին քաղված իմ հովական կյանքի փորձառութենեն գրի առնված 1993 թվականի փետրվարի 26-ին վերնակրված է Հավատավոր հայուհին։ Զիս ներշնչող տանգակին հայր մայրմը, որուն գանտիվի Մոնտրեալի մեջ Հավատավոր հայուհիմը, որ շուրջ 60 տարիներ առաջ ամուսնու հետ հաստատված էր Մոնտրեալ։ Հուզումով անգպատմեր ինձ, թե ինչպես այդ տարիներուն իրենց անտրանիկ զավակին ծննդյան հավաքված նյութական նվերներեն կոյացած 76 կանադական դոլար կհատկացնեն աբակա եկեղեցվո հիմնադրամին։ Տակավին այդ օրերուն քաղուտը դեռ չէր կազմակերպված։ Հայրենիքի գարոդով լեցված բանտուղտ այդ քանի հայ որդիկ դեսիլ կունենան վաղվան իրենց ազգային եկեղեցին։ Դարիները կանցնին, եւ այսօր եկեղեցին կանգնած է շնորհիվ այն բանին, որ կանադապնակ այդ առաջին հայերը դեսիլ կունեցան հոգևին անմնացորդ նվիրվելու այդ նպատակին եւ իրենց ընտանիքներու սրբությամբ եւ ավանդաբաշտությամբ դառնալու հիմքը քալիք սերունդներուն։ Հավատավոր հայուհին իմ կյանքի մեջ եղավ իրոք օրհնություն։ Հավատավոր հայուհի երանի քեզի, որովհետև դու վարչատությունը ստացար Աստուծմե, լույսերու մեջ թող խաղաղություն գտնե իր կյանքը եկեղեցին նվիրած ձեր ամուսնու հոգին։ Անցնապես ինձի նաև շատ երիտասարդներու համար հավատքի ներշնչում բարգեւող օրինակելի դիբարներ են այս գաղափարներու հիմքը տնող մեր մեծերը, որոնք իրենց կյանքը դարձուցին սուրբ պատարագ։ Այս պահուս հիշեմ առաջնորդ ընտրվելու արիթով արտասանած քարոզիս հետևյալ խոսքերը. ծառայությունը կյանքը իմաստավորո լավագույն ձևն է։ Այսօր ալ մեջս կսկամ որդկումը նույն այն զգացումին կյանքի նպատակը տեսնելով նախ եւ առաջ եւ ամենեն ավելի Քրիստոսի եկեղեցվո եւ անբաժան մաստի կազմող Հայաստանի ծառայական մեր սուրբ եկեղեցու ծառայության մեջ զգույս իքոյոց քեզ մատուցանեմ ըստ ամենայնի եւ հաղակս ամենեցուն ամեն